Էսում սիրուն աղջիկն է։ Հələ տեսեք ինչքան սիրուն աղջիկ ունի։ Մի մորևը, Լարիսովա։ Սվետլանա։ Այ Սվետլանա։ Սվետլանա։ Այ իմ Սվետլանայի տոտինակի սիրուն աղջիկը, իմ աղջիկը։ Ուսմա գնա դուրս, հետը որտեղ ջան, հոգնել արդեն։ Հոգնել է իմ աղջիկը, ուզում է գնա, ման գա։ Մենք էլ արդեն հեսա հետևորդներ ջան պատրաստվել ենք, որ տղաս գա մի հատ էլ տեսնենք ու արդեն ճանապարհ ընկնենք, գնանք դեպի Ստեփանավան։ Մտածում եմ, վայ, մի քիչ լավ չեմ ինձ զգում, այսքան ճանապարհը ոնց են գնալու, բայց դե ոչինչ, ոնց եկել ենք, այդպես էլ կգնանք։ Մի հատ տղասը գա տեսնեմ, գնացել է իր ընկերներով ծնունդը նշելու, հեսա գա, տեսնենք ու ճանապարհ ընկնենք։ Քույրիկս էլ է սպասում, կմտնենք այնտեղ ու նոր արդեն էլի կգնանք։ Շե, այքնել ես։ Խի արևս, խի օգնի իմ աղջիկը։ Իմ աղջիկը ուր է։ Հələ ձեռով արա հետևորդներին իրանք է շատ է սիրում։ Դե հազարը փոթենք։ Հել մի հատ ձեռով արա, մոր եմ ճոն։ Թաթիկով արա դե։ Բայ։ Հետևորդներ ջան, ուր ենք հասել, ուրեմն ճանապարհին մի քանի տեղեր անցանք եւ հարմար չելա, որպեսզի կանգնենք։ Հիմա հարմար եղավ կանգնանք Տաթևից մի քիչ այն կողմ, մի հատ հետաքրքիր տեղ եմ գնում, ուր եմ գնում, հիմա ձեզ ասեմ, ուրեմն այդ տեղում նկարահանվել է Հարսնաձորի լեգենդ հեռուստասերիալը, երևի բոլորդ էլ տեսած կլինեք այդ հեռուստասերիալը, նկարահանվել է հենց այս վայրում, հիմա ես գտնվում եմ այստեղ, մի քիչ դժվար անցանելի է, դրա համար եմ ներքև նայում եւ գնում եմ հասկանալու որտեղ է գտնված հետաքրքիր, որովհետև առաջի անգամ եմ այստեղ տեսնում եք, այն բուրգանման երևում է, դա այդ տեղն է, հիմա այս ճանապարհով գնում եմ, աղջիկս թորնիկիս հետ արդեն արագ անցել է ճանապարհը, ես այսպես մնացել եմ կամանց գնում եմ, բայց ասեմ շատ դժվար անցնելու նայ ճանապարհ է, տեսեք, մի կերպ անցնում եմ, գորտերի, ճռիկների ձենն էլ աշխարհ է վերցրել, այս նեղ ճանապարհով գնանք տեսնենք որտեղ են նկարահանում սերիալները, տեսեք ինչքան ճանապարհ կտրել են, եկել են, հասել են, որ նկարեն սերիալ, դուք պատկերացնում եք, դե բնականաբար դա իրանց աշխատանքն է, անում են, այսպես բարձրանանք, այնպես էլ շոք է, շոք, աննկարագրելի շոք, մեր Ստեփանավանում այս տեսակի շոք երբևէ ես չեմ հանդիպել, աղջիկս երևի արդեն հասել է տեղ, արագ է գնում, ամբողջ ճանապարհին ինքն է այստեղն ասել, թե այն անգամ որ գնում էինք մեղրի, ես տեսել եմ, թե որտեղ է նկարահանվել Հարսնաձորի լեգենդը, այս անգամ որոշեցին գալ եւ տեսնել, արդեն երևում է, տեսեք, այստեղուց են ժարեր, եթե սերիալով հիշեք, ապա այստեղուց էին ինչ-որ տեղից բրդել էր, ես ացուն ինչ-որ հարսնացուին գցել էր ներքև, ես այդ ձև եմ հիշում, ճիշտն ասած ես սերիալներ չեմ նայում, սերիալներ ընդհանրապես չեմ նայում, այսպես կողքից պատմել են եւ ես էլ լսել եմ, տեսեք թե ինչ սիրուն տեղ է գտնվում, սիրուն եւ վտանգավոր, պատկերացնում եք այստեղից ներքև ընկնես եւ վերջ, դրա համար է կողքերը այսպես ցանկապատել են, որպեսզի վտանգավոր բաներ չլինի
ուղղակի, որովհետև լիքը զբոսաշրջիկներ եմ ես տեսնում, որ եկել են այստեղ, լիքը մարդիկ և մենք ունենք լիքը չար երեխաներ, որոնք վազնում են դեպի վտանգավոր տեղեր, իսկ այս կողքերը նայեք, լրիվ բաց է, բայց է կարելի է էլի փակել, տեսեք, որ այստեղուց ես ներքև ընկնեք, ինչ սարսափելի է, ես ընդհանրապես վախենում եմ բարձրությունից և աշխատում եմ ինձ պահել հեռու, արդեն քիչ մնաց, տեսեք, հասնում եմ, աղջիկս արդեն մտել է մեջը, այդտեղ գնացել են, ինչ-որ սերիալով պսակադրություն է եղել ինձ, բարձրացել են այնտեղ և հրել է հարսնացուին ինչքան իմանում եմ աղջիկաս պատմելով։ Մոտեցանք, տեսեք թե մեջը ինչքան մարդ կան։ Լիքը պահպանենք ազգային ժառանգությունը։ Այսպես տեսեք արդեն հասանք։ Տեսար Կարուշենկո, հա? Ես ալը գնամ են կողմել մի հատ տեսնեմ։ Տեսեք, ես արդեն գտնվում եմ ամենավերևում և վերևից եմ նկարահանում, ընտրեմ, մոտիկացնում եմ մի քիչ, որ ավելի պարզ լինի։ Սիրունություններ են, հրաշք։ Մեր հնություններից մեկն է։ Մտնելը մեջը վերևի հատվածով հա տեղ տնանք ինչ է գրեց պատրաստիր քո հուշանը Հիմա արդեն հետ գնանք, հետ ենք իջնում, ինչքան սիրուն և լավ տեղեր ունի մեր Հայաստանը, որ մենք չգիտենք և նոր ենք իմանում հետևորդներ ջան, հիմա տեսեք, այնպես չի, որ մարդիկ ասենք թե ժամանակ ունեն, որ գան ու անընդհատ գան այսպիսի տեղեր, մերն է պատահականության արդյունքում է եղել, եթե իմ տղան չծառայեր Մեղրիում, ապա ես ոչ այս մասը կգայի, ոչ կգնայի որևիցե մի ուրիշ հետաքրքիր տեսարժանվար, ոչ էլ Մեղրի, այնպես որ ամեն ինչը ստացվում է պատահականորեն և ինչքան որ տեսնում ես լավ բաներ ու նկարահանում ես և հետաքրքիր վայրեր ես այցելում, ապա այնքան շատ սկսում ես սիրել քո Հայաստանը, որ այսքան լավն է, այսքան սիրուն լավ տեղեր ունի։ Ու մեկ մարդիկ կան, որ զարմանում են, ասում են, ինչ են անում տուրիստները, որ զբոսաշրջիկները, որ գալիս են Հայաստան, ինչի համար են գալիս, ահա այսպես բաների համար են գալիս, որ մենք մեր մոտ չենք գնում և չենք տեսնում, հա, այս տեսակ գեղեցկության, այս տեսակ սիրունության համար են գալիս, որ հաստատ օտար երկրներում նման գեղեցկություններ չկան։
Հիանալի է։ Ինչքան նայում եմ, նայվում է, ինչքան նկարում եմ, նկարվում է։ Թեքվում ես այն մի կողքը, ուզում ես այն մի կողմը նկարես։ Թեքվում ես այն մի կողմը, ուզում ես այն մի կողմը։ Շատ լավ է, շատ։ Իմ արիվները կետենյակ, որտեղ է նկարանը Հարսաջորի լեգենդը։ Հաճանք։ Շատ հոգնեցուցիչ էր, բայց շատ լավ էր։ Տեղեկացանք, հետաքրքիր էր։ Հարևը։ Էս ինչ լավ տեղ է։ Կոշիկը լներ հակած ես կդնեի, ես կդնայի։ Հա? Կիշնես գնաս ենք։ Հա? Տիթերս տեսնեն դե։ Ողջի տիթերա տեսեի մաղջիկը։ Ում նասկինա։ Սել ջոպանովին, մեջը լիքը մարդկանցով լիքը լը։ Անցան։ Բայց ես ջոպանովի չեմ նստի, որովհետև վախենում եմ։ Զանգիրը բան է, Նագեստան